Այսօր Երևանում Վիլֆրեդ Մարտենսի Եվրոպա ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ գրքի շնորհանդեսներ։ Վիլֆրեդ Մարտենսը շուրջ կես դար աշխատել է եվրոպական կառույցներում եւ այսօր թղթին է հանձնել քաղաքական գործունեության մանրամասներն ու փորձառությունը, ակնկալելով, որ գիրքը նաեւ դասագիրք կդառնա երիտասարդ քաղաքական գործիչների համար։ Միջոցառմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ գրքում շատ հետաքրքիր գնահատականներ են տրված ժողովրդավարության, ազատության, արդարադատության, մշակութային եւ միջկրոնական ըմբռնումներին։ Նրա խոսքով Մարտենսը ողջ կյանքը նվիրել է մարդկության միավորմանն ու հաշտեցմանը ժողովրդավարական ու քրիստոնեական ոգով։ Իսկ գրքի հեղինակը նշել է, որ Հայաստան այցելելուց հետո նորովի պիտի գրի գիրքը, կան նաև այն հայերեն թարգմանելու առաջարկներ։ Հետաքրքրական դիտարկումներ կան պարոն Մարտենսի գրքում, որոնք հոգեհարազատ են նաև մեզ, հոգեհարազատ են նաև մեր կուսակցությանը, որը նույնպես ապավինում է այդ արժեքներին։ Կարևորագույն սկզբունքներից մեկը, որ ես ինձ համար արձանագրեցի, կայանում է նրանում, որը հիշատակում է նաև պարոն Մարտենսի իր գրքում, որ իրական կյանքը սկսում է այն պահից, երբ մենք գիտակցում ենք, որ պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն ազատության համար։ Հայաստանը մեզ համար գաղափար է։ Ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող թանգարան, ինչը եւս գաղափար է, թե ինչքան կարևոր է հարգել մարդկային արժանապատվությունը եւ պայքարել մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ։ Իսկ մեզ նման գործիչների համար բարոյական պարտք է եւ պարտավորություն լույս ընծայել մեր փորձառությունը եւ ներկայացնել, թե ինչպես են կայացվել կարևորագույն որոշումները։ Եվրոպացի քաղաքական գործչի գրքի շնորհանդեսի ժամանակ քննարկում են ունեցել Բարգավաճ Հայաստան եւ եվրոպական ժողովրդական կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ մինչ այդ երեք ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիլֆրեդ Մարտենսի գլխավորած պատվիրակությանը, հանդիպման մանրամասները տեսանյութ։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հերանեկարների շուրջ։ Այնուհետև խորհրդարանի ոսկեզօր դալիճում եվրոպացի հյուրը հանդիպեց Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության եւ Երևան քաղաքի ԲՀԿ ավականու անդամների հետ։ Վիլֆրիդ Մարտենսը կարևորեց եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու Բարգավաճ Հայաստան կուսակցության հաստատակամությունը, հույս հայտնելով, որ ընթացիկ տարում իր գլխավորած կուսակցությունը որոշում կընդունի Բարգավաճ Հայաստանին դիտորդ անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Ես շատ ուրախ եմ լինել այստեղ։ Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Դուք եվրոպական պետություն եք ու Եվրոպայի խորհրդի անդամ։ Մինչ այստեղ գալը ես զրուցում էի Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ հայերը եվրոպական մտածողություն ունեն։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկն է։ Մենք համագործակցում ենք այն կուսակցությունների հետ, որոնք կիսում են մեր գաղափարախոսությունն ու արժեքները։ Մեր կուսակցության հիմնական սկզբունքներն են՝ խաղաղություն, համերաշխություն, արդարություն։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց պարոն Մարտենսին եւ ընդգծեց, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաեւ կուսակցության ղեկավարների միջև հաստատված անձնական շփումներով ու գործընկերային հարաբերություններով։ Մենք ուզում ենք մեր կուսակցության կողմից մեր շնորհակալությունը հայտնել այս այցի համար, այս հնարավորության համար, որ տրվեց մեզ հանդիպելու, զրուցելու, մտքերի փոխանակման։ Առաջ անգամ է իր այցը այստեղ։ Ես հույսով եմ, որ սրանից հետո հաճախակի կլինի այսպիսի հանդիպումներ կամ այստեղ, կամ Եվրոպայում։ Հարություն Մինասյան, Լրաբեր։